Պարոն Չախոյան, տևական ժամանակ է տեսնում ենք պետության եւ եկեղեցու առճակատումը կամ այլ կերպ ասած որոշ հոգեվոր դասի եւ իշխանության ներկայացուցիչների առճակատումը գոնե հայտարարությունների մակարդակում, բայց վարչապետի մի քանի հարցադրումներին, այսպես ասած, Մայրաթոռը եւ Գարեգին Բ-ն համեստորեն լռում են, շարունակում են լռել եւ այդ լռությանը զուգահեռ վարչապետը շարունակում է նոր հայտարարություններով հանդես գալ, այսօր էլ գրեց, որ այո, Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ պիտի հեռանա։ Ընդհանուր առմամբ ինչպես կմեկնաբանեք այս process-ը, նաեւ այն համատեքստում, որ եկեղեցուց պարբերաբար հիշեցնում են, որ իրենց բարերով ասած ձեր տեղն իմացեք, սա այն տիրույթը չի, որտեղ դուք իրավունք ունեք մտնել, ձեր քիթը մտցնել։ Բավականին ծավալուն էր հարցը, փորձեմ հերթով անդրադառնամ։ Նախ սկսենք նրանից, որ անդադ փորձ է արվում շահարկել, թե գնում է պայքար եկեղեցու դեմ ընդհանրապես պայքար չկա, գոյություն չունի։ Իրականում փորձ է արվում բարձրացնել հարցեր, որոնք տարիներ շարունակ շահարկվել են եւ տալ այդ հարցերի ու խնդիրների լուծումները։ Գործ ունենք ոչ թե եկեղեցու դեմ որևէ պայքարի հետ, ինչպես փորձում են ձևակերպել ընդդիմադիրները եւ այդ թվում նաեւ բազմաթիվ հոգեվորականներ, այլ ընդամենը շատ པարզ հարցադրում է արվել ամենայն հայոց կաթողիկոսին, Գարեգին Բ-ին, արդյոք ունի զավակ թե ոչ, արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը թե ոչ, ինչին էլ առ այսօր որևիցե պատասխան չի տրվել եւ թույլ տվեք նկատել, որ պատասխան չի տրվել ոչ միայն Գարեգին Բ-ի, այլ նաեւ այն բազմաթիվ հոգեվորականների եւ քաղաքական ուժերի ու դեմքերի ինչ-որ առաջնորդների կողմից, որոնք ջանասիրաբար պաշտպանում են Գարեգին Բ-ին, այսինքն մինչ օրս ոչ ոք դեռ չի հերքել այն փաստը, որ Գարեգին Բ-ն ունի զավակ։ Վարչապետի հրապարակումը ընդամենը դրա մասին էր, իդեպ շատ կարևոր է նկատել, որ վարչապետը որ շեշտել էր, որ հարկ եղած դեպքում պատրաստ է ապացուցել, որ Գարեգին Բ-ն ունի զավակ եւ չէր կարող դառնալ ամենայն հայոց կաթողիկոս եւ հետեւաբար պետք է հեռանա։ Չեն հերքել, բայց բազմաթիվ անգամներ դրան անդրադարձել են, օրինակ Աջապահյանը մի քանի անգամ է խոսելու այդ մասին ու ասում է, որ ելի եմ կրկնում, որ սա պետության գործը չի, այսինքն սա այնտեղը չի, որտեղ պիտի իրենց բարերով ասած ձեր քիթը մտցնեք։ Եթե անգամ խախտել է այդ ուխտը, դա եկեղեցու գործն է, իրենք ներսում կքննեն, եկեղեցու պատերի ներսում կհասկանան։ Հիմա այստեղ, քանի որ սահմանադրությամբ էլ, այսպես ասած, պետությունը իրավունք չունի խառնվի եկեղեցու գործերին, ինչքանով է իրավաչափ, օրինաչափ, որպեսզի վարչապետը նման պահանջ ներկայացնի։ Նախ ես կարծում եմ, որ մեր հոգեվորականներից շատերը, ովքեր պաշտպանում են այդ թեզը, այդ թվում նաև Աջապահյանը, պետք է շատ պարզ ու հստակ գիտակցի, որ եկեղեցին հոր տնից հետը օժիտ չի բերել, ոչ մեկի սեփականությունը չի եկեղեցին, այդ թվում նաև հենց առաջինը իր սեփականությունը չի եւ այդ գաղափարը որ փորձում են առաջ տանել թե ոչ դա ձեր գործը չի, դա ձեզ չի վերաբերվում, խախտել ենք արդյոք կուսակրոնությունը թե չենք խախտել, այդ թվում նաեւ եկեղեցու կանոնակարգը ձեզ չի վերաբերվում, դա ձեր գործը չի, մի փորձեք խառնվել այս թեմային, գիտեք ինչ կա, եկեղեցին այդ մարդկանց կողմից ընկալվել է որպես մի հավաքատեղի, որտեղ կարելի է հավաքվել, սխոտկա անել, ինչ-որ նորմեր խախտել ու հանրությանն էլ պատասխան տալ, թե դա ձեր գործը չէ, այսինքն կարելի է, օրինակ, ըստ Աջապահյանի եւ նրա թեզը պաշտպանողների կարելի է տալ երթում Աստծուն, կուսակրոնության ուխտը խախտել, դրժել, կարելի է զավակ ունենալ, ինչու ոչ, կարելի է Bentley քշել, կարելի է ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ լինել, կարելի է լինել բարձրաստիճան հոգեվորական բիզնեսով զբաղվել, ունենք նաև դեպքեր, Աֆրիկայում օրինակ ադամանդի հանքեր տալ, առնել, ըստ Աջապահյանի եւ նրա թեզը պաշտպանողների, սա նորմալ երևույթ է եւ վերջիններս կարծում եմ, որ հանրությունը չպետք է խառնվի այս տեսակ թեմաներին, բայց կներեք 1000 անգամ, բայց ոչ։ Սա պետություն է, սա երկիր է, եկեղեցին ոչ մեկի սեփականությունը չէ, եկեղեցին մեր ժողովրդի սեփականությունն է, ոչ Գարեգին Բ-ի, ոչ էլ Աջապահյանի սեփականությունը չէ, եւ այն արժե համակարգը, որ ստեղծում է եկեղեցին ու տալիս է ժողովրդին, այդ արժե համակարգը առավելագույնս պետք է սրբագրված լինի։ Տեսեք, երբ ամենայն հայոց կաթողիկոսը խախտում է կուսակրոնության ուխտը եւ ունի զավակ, այս ինֆորմացիան հայտնի է դառնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակիչներին, այլ նաև ինչ
օտարերկրյա գաղտնի ծառայություններին, որոնք հնարավոր է մատի փաթաթան սարքեն, հետագայում շահարկեն, փորձեն ինչ-ինչ խնդիրներ ու լուծումներ պարտադրեն Գարեգին Բեի եւ այդ թվում նաեւ սրանից բխի ինչ-ինչ անվտանգային խնդիրներ։ Ձեզ երբևէ պատահական չի թվացել, ինչու է 20 թվականից հետո Գարեգին Բեն անընդհատ ինչ-որ քաղաքական հայտարարություններ անում։ Վարչապետի հրաժարական է պահանջում։ Իսկ միգուցե ինչ-ինչ արտաքին ուժեր պարտադրում են, որ գնա այդ քայլին, շահարկելով այն փաստը, որ կհրապարակեն, որ զավակ ունի։ Ինչ ուժերի մասին է խոսքը, պարոն Չախոյան։ Ինձ թվում է մեր հանրությունը հստակ գիտակցում է, թե աշխարհ քաղաքական ինչ կենտրոնի մասին է խոսքը, թերևս արտաքին քաղաքական հարցերում Գարեգին Բեն ինչ ուղղվածություն ունի եւ կարծում եմ հանրության գերակշիռ մեծամասնության համար արդեն իսկ վաղուց պարզ է, թե որտեղից է կառավարվում, համակարգվում Գարեգին Բեի աշխատանքը։ Պարոն Չախոյան, վերադառնալով հանրությանը, նաև հանրությունը պիտի խառնվի, թե չպիտի խառնվի։ Ամեն դեպքում հիմա պիտի խառնվի, թե չպիտի խառնվի, պետությունը պիտի միջամտի, թե չպիտի միջամտի եւ ինչ չափով, որովհետեւ վարչապետը այսօրվա իր գրառման մեջ նաև ասել էր հավատացյալներին դիմելով, ասել էր, որ պիտի միասնական ուժերով մաքրեն եկեղեցին, այսպես ասած, եւ Գարեգին Բեն պիտի հեռանա։ Հիմա ինչպես եք դուք այդ process-ը պատկերացնում, ինչ ընթացակարգերով, որովհետեւ ըստ եկեղեցու նման ընթացակարգ չի կարող լինել։ Պրոցեսը թե ինչպես կգնա, դա ընթացքում կերևա, բայց այն որ վարչապետը հայտարարել է, որ պետք է մաքրել եկեղեցին, դա միանշանակ է, որովհետև այս կեղծիքով այլևս շարունակել առաջնորդվել, սա կարծում եմ անընդունելի է բոլորի համար, որովհետև կուսակրոնության ուխտը դրժած կաթողիկոսը այլևս չի կարող մնալ վեհարանում եւ պետք է ինքնակամ լքի վեհարանը։ Այդ արժե համակարգը, որ կեղծիքով ու ստով փորձել ինչ-որ աթոռներ զավթել եւ տարիներ շարունակ զավթած պահել, այդ արժե համակարգը մենք մերժել ենք դեռևս 2018 թվականին։ Ու այն միտքը, թե հանրությունը պետք է խառնվի, թե չպետք է խառնվի, իսկ կներեք, ում սեփականությունն է եկեղեցին։ Եկեղեցին Գարեգին Բեն չէ, եկեք չխառնենք մեկը մյուսի հետ, մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեն։ Գարեգին Բեն ընդամենը անձ է։ 2018-ին, երբ դուրս էինք եկել հեղափոխության օրերին, մենք չենք պայքարում Հայաստանի Հանրապետության դեմ, մենք պայքարում ենք Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի դեմ։ Մենք անձերի դեմ ենք պայքարում, նույնն էլ հիմա է։ Մենք պայքարում ենք Գարեգին Բեի դեմ, մենք պայքարում ենք այն արժե համակարգի դեմ, որ Գարեգին Բեն տարիներ շարունակ ներդրել է եկեղեցում եւ պարզ է, չէ՞, երբ որ Գարեգին Բեն գնում է նման օրինակ վարքագծով կաթողիկոսի աթոռը պահելու, վերջինս երբևէ չի կարող մատնանշել կամ թիրախավորել որևիցե բարձրաստիճան հոգեվորականի, ով հանկարծ կփորձի նույն կերպ խախտել կուսակրոնության ուխտը, որովհետեւ հակառակ դեպքում նույն փաստը կներկայացնեն Գարեգին Բեին։ Այսինքն ինչ օրինակ է ծառայում մեր հոգեվորականներին։ Ինչ է տալիս այս ժողովրդին։ Եկեք դա հասկանանք։ Բայց իր սրբազանները, պարոն Չախոյան, վերջին օրերին պարբերաբար ամենատարբեր հոգեվորականներ հարցազրույցներով են հանդես գալիս, պաշտպանում են։ Ինքը Գարեգին Բեն կարծես թե անհանգստացած չէ, Միացյալ Էմիրություններում է, հիմա էլ օրակարգային ամենատարբեր հարցերի քննարկումների շուրջ գնացել է այդպես հանդիպումներ ունենալ։ Այսինքն նշանակում է, որ իր մոտ որևէ անհանգստություն չկա եւ վարչապետի այս սկսած նաեւ օրակարգը որևէ կերպ չի հաջողելու։ Դա ձեզ միայն թվում է, որովհետև նույն Աջապահյանի եւ այլ բարձրաստիճան հոգեվորականների բերանով իրականում խոսում է Գարեգին Բեն։ Իսկ տարատեսակ հայտարարություններ կեղծ թեզեր շրջանառելու փոխարեն, թե իբր սա պայքար է եկեղեցու դեմ եւ իրենք պատրաստ են այս պատերազմի մեջ մտնել, պաշտպանել եկեղեցին, դա կեղծ օրակարգ է, դրա փոխարեն ավելի լավ կլինի Գարեգին Բեն հստակ պատասխանի այդ հարցին։ Արդյոք ունի զավակ թե ոչ։ Ինձ թվում է հանրության համար էլ շատ ավելի պարզ է այս հարցի պատասխանը, որովհետև արդեն իսկ մի քանի օր շարունակ այս հարցի պատասխանը չստանալով հանրությունն էլ արդեն համոզվել է, թե որ իրականում Գարեգին Բեն ունի զավակ։ Պարոն Չախոյան, բայց նաև շատերի մոտ այս հարցն է ծագում, թե ինչու հենց հիմա որոշեց վարչապետը հենց այդ մասին բարձրաձայնել, այդ մասին խոսել եւ եկեղեցին մաքրելու մասին մտածել։ Միգուցե դա կապ ունի որոշ գործընթացների հետ, օրինակ Գարեգին Բեի Մինսկ այցելության հետ կամ ամենատարբեր օրինակ նույն Բագրատ Սրբազանի շարժման հետ,
1 տարի առաջ էլ Աջապահյանը կոչ էր անում ռազմական հեղաշրջման գնալ, անգամ ասում էր, որ Քոչարյանի եւ Սարգսյանի հետ այդ սցենարը քննարկել է։ Հիմա ո՞րը եղավ այն կարմիր գիծը, որ ստիպեց ձեզ խոսել այդ մասին։ Գիտեք ինչ, եթե այս process-ը սկսվեր 1 տարի առաջ, ես ավելի քան վստահ եմ, որ նույն հարցը էլի դուք տալու եք։ Ինչու հիմա եւ ոչ թե 1 տարի հետո, 1 տարի առաջ։ Իսկ ինչու հիմա, եթե ոչ 3 ամիս անց։ Պարզապես որոշվել է հիմա սկսել այս ամեն ինչը, թերևս ինձ թվում է շատերի համար էլ պարզ է, որ պատահական չէ, որ հիմա էլ որոշվել սկսել այս ամեն ինչը։ Եթե եկեղեցուն հակադրվելու կամ Գարեգին Բեին հակադրվելու որից է հարց ու խնդիր լիներ, այս process-ը, այո, ճիշտ եք նկատում, կարելի էր սկսել դեռևս այսպես կոչված սրբազան շարժման ժամանակ, որին իր օրհնությունը տվել էր նույն Գարեգին Բեն, կարելի էր սկսել այն կեղծ հայտարարության ժամանակ, երբ Մայրաթոռը հայտարարություն տարածեց, թե իբրև Տավուշի մարզից 4 գյուղեր են տրվում Ադրբեջանին, իդեպ այդ հայտարարությունով Մայրաթոռը հայտնի պատվիրաններից մեկը խախտեց, սուտ վկայություն մի տուր։ Այդ ժամանակ կարելի էր սկսել, այսինքն պետք չէ ինչ-որ բանով նշանառել, թե ինչու է հենց հիմա սկսվել։ Նույն հավանականությամբ կարող է սկսվել 3 ամիս հետո, կարող է սկսվել 3 տարի առաջ։ Պարոն Չախոյան, իրենք օրինակ հոգևոր դասը որոշ եկեղեցականներ դա մեկնաբանում են նրանով, որ հիմա նաև Ադրբեջանն է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին եւ անձամբ Գարեգին Բեին եւ ձեր քայլերը ինչ որ իմաստով սինխրոնիզացված է Ադրբեջանի հետ։ Նաև ասում են, որ իրենք ազգային արժեքների պաշտպանության կողմնակից են, ինչին դեմ է իշխանությունը, դե դուք կներեք իրենց բառերով ասած թրքամետ եք, ադրբեջանամետ եք, անգամ Շարմազանովը հայտարարեց, որ ձեր նպատակը արևմտյան Ադրբեջանի հետ բաղձը կատարելն է եւ դրա համար փորձում եք հիմա ոչնչացնել վերջին խոչընդոտը այն է հայ առաքելական եկեղեցին։ Հիմա արդյոք ձեր քայլերը որևէ ձև սինխրոնիզացված են Ադրբեջանի հետ եւ կապ ունեն այդ թեզերի հետ։ Ինչ վերաբերում է ազգային արժեքները ոչնչացնելուն, ես փորձեմ հասկանալ, մեր ազգային արժեքը նա է, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է կուսակրոնության ուխտը դրժաս լինի, դա է մեր ազգային արժեքը։ Դա ենք պաշտպանելու, թե դրա դեմ պայքարելու ենք, եկեք դա հասկանանք նա։ Բնականաբար այս հայտարարությունը շատ անհիմն է, ոչ մի հիմք չունի, այդ մեղադրանքները ոչ մի կերպ հիմնավորված չեն, իսկ ինչ վերաբերում է, թե տեսեք Ադրբեջանը եւս թիրախավորում է հայ առաքելական եկեղեցուն, սա այն հայտնի գործելավոճն է, երբ 2018 թվականի հեղափոխությունից առաջ էլ հանրությունը փորձում էր դուրս գալ փողոց պայքարեր իշխանության դեմ, նույն մարդիկ հայտարարում են, թե այ տեսեք Ադրբեջանն էլ է մեզ թիրախավորում, տեսեք ինչ հայտարարություններ է անում, վախեցնում էին Արցախով։ Հիմա նույն գործելավոճն է, ոչ մի բան չի փոխվել կարծես, թե որովհետև նույն արժեհամակարգի տեր մարդիկ են, թե Գարեգին Բեն, թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե Լևոն Պետրոսյանը։ Այս այն հայտնի քարյակն է, որ կազմակերպել ու իրականացրել է մարտի 1-ը։ Գարեգին Բենն էլ իր մասնակցությունը այդ մարտի 1-ի process-ներին ունեցել է իր լրելիայն օրհնությունը տալով։ Պարոն Չախոյան, բայց ամեն դեպքում այդ իմաստով մտավախություն չունի իշխող ուժը, որ դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ հայտնի քարյակը բոլորը մեկի դեմ են ստացվում է, եթե այդպես հաշվարկենք, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանդիպեց ամենայն հայոց կաթողիկոսի հետ, իր աջակցությունը լիակատար հայտնեց ու նաև հակասահմանադրական որակեց այն բոլոր հայտարարությունները, որոնք վարչապետն անում է։ Հիմա, եթե այս քարյակը միասին է, ինչպես եք պատրաստվում պայքարել այն դեպքում, որ մենք գիտենք Գարեգին Բեն աջակցություն ունի նաև երկրորդ երրորդ նախագահների կողմից։ Իսկ կներեք, այդ քարյակը նոր է միասին։ Այդ քարյակը շատ վաղուց էր միասին։ 2018 թվականից հետո այդ քարյակը միշտ էլ միասին է եղել։ 2008 թվականի մարտի 1-ից այդ քարյակը միասին է եղել։ Ուղղակի բացահայտ չէին գործում։ Հիմա ընդամենը սկսել են բացահայտ գործել։ Ես չեմ զարմանա, որ ընդամենը օրեր կամ ժամեր անց նույն Գարեգին Բեին տեսակցության գնա Ռոբերտ Քոչարյանը, գնա Սերժ Սարգսյանը։ Այս քարյակը միշտ է միասին գործել։ Ու այո, մենք չենք վախենում պայքարել այս քարյակի դեմ, դա նորություն չէ։ 2018-ին հենց այս քարյակի դեմ ենք դուրս եկել։ Հենց մարտի 1-ը իրականացնողների դեմ ենք դուրս եկել։ Մարտի 1-ի գործը կոծկողների ու այդ մարտի 1-ի ոչռագործությունը օրհնողների դեմ ենք դուրս եկել։ Պարոն Չախոյան, բայց եթե չեմ սխալվում, նույն 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը մերժեց ընդունել ամենայն հայոց կաթողիկոսին հենց նրա համար, որ ասած կազմակերպիչների կողքին է։ Այ ամենամեծ
իրար հակասող միտքն հենց այստեղ է գալիս, բա 2008-ին Գարեգինին մերժող Լևոն Տեր-Պետրոսյանը ինչի էր գնացել Գարեգին Բ-ին տեսակցության, ինչը ստիպեց, ինչ փոխվեց այս ընթացքում։ Այդ հարցի պատասխանը ես կարծում եմ հենց իրանք են տալու, ես չէ որ պետք է պատասխանեմ, բայց էլ եմ ասում, այդ քարյակը միշտ միասին է գործել։ Չեմ զարմանա, որ շուտով նույնիսկ այն խաչակնքվելուց խուսափող հայր մերը չիմացող Ռոբերտ Քոչարյանը եւս հանդես կա հայտարարություններով ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցուն։ Շուտով սպասեք նաեւ դրան։ Եվ պարոն Չախոյան, կարելի է այս ամեն ինչը նաև դիտարկել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, որովհետև պարբերաբար խոսվում է ամենատարբեր հոգևորականների առաջադրելու մասին, նույն Գարեգին Բ-ին, Բաքրատ Սրբազանին, այսինքն սա կարելի է դիտարկել որպես ընտրապայքարի մաս, եւ եթե չեմ սխալվում, հենց 2021 թվականին առաջինը Ռոբերտ Քոչարյանը խոսեց այդ մասին, որ հեղաշրջում կարելի է անել, իրենց տեսնենք 2026 թվականի ընտրապայքարում։ Կտեսնենք, թե չէ, դա ընթացքը ցույց կտա, թերևս փաստ է։ Հիմա փորձ է արվում ինչ-որ մասնատված տարանջատված պայքար տանել ընդդիմադիր դաշտում, ամեն մեկը փորձում է իր չափով, իր ուժերի ներածին չափով ձայներ հավաքել, բայց բնականաբար 26-ի ընտրություններից հետո փոքրիկ նույնիսկ կես տոկոս հավանականության դեպքում այս ուժերը միանալու են իրար։ Բնականաբար 26-ի ընտրությունների կոնտեքստում է այս ամեն ինչը արվում։ Եվ չեմ բացառում, որ այո, եկեղեցին Գարեգին Բ-ի դեմքով նորից հանդես գա քաղաքական հայտարարություններով, ինչպես նախկինում էր հանդես գալիս եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը։ Իսկ ինչ եք կարծում, ամեն դեպքում Գարեգին Բ-ն կամ Սրբազաններից որևէ մեկը այդ հայտնի հարցին կպատասխանի, թե Գարեգին Բ-ն եւ Մայրաթորը կշարունակեն լռել, իսկ վարչապետը կշարունակի պարբերաբար ամենատարբեր գրառումներով հանդես գալ եւ նաեւ խոստացել էր, որ ինչ-որ ձևով դա ապացուցելու է։ Հիմա ինչ սպասել առաջիկայում, դուք որ սցենարն եք ավելի հավանական համարում։ Թերևս ես սպասում եմ, որ Գարեգին Բ-ն ամենայն հայոց կաթողիկոսը, ով չէր կարող կաթողիկոս ուղակի դառնալ, ի վերջո իր մեջ համարձակություն կգտնի եւ կպատասխանի բարձրաձայն այն հարցին, արդյոք զավակ ունի թե ոչ։ Եվ բնականաբար կկրի դրա բոլոր հետևանքները։ Պարոն Չախոյան, իսկ չեք կարծում, որ ճիշտ կլիներ այս հարցը անձնապես իրեն ուղղել եւ հենց եկեղեցու պատերի ներսում, ինչպես օրինակ Աջապահյանն է ասում, որ նման հարցերը պիտի եկեղեցականների շրջանում լուծել եւ եկեղեցու պատերի ներսում եւ այդպես հանրային հնչեղության չդնել։ Այսինքն ինչ տրամաբանությամբ ենք մենք փորձում առաջնորդվենք։ Այսօր կաթողիկոսը կուսակրոնության ուխտը դրժել է, ոչինչ, օքեյ, ներելի է։ Վաղը համայնքապետը կոռուպցիոն գործարքի մեջ է մտել, ոչինչ, էտել է ներելի։ Ոստիկանը պարեկը կաշառք է վերցնում, դե ոչինչ դա էլ է ներելի։ Ինչ-որ կոռուպցիոն մեծ բուրգ է ձևավորվում կենտրոնական իշխանության գլխավորությամբ, ոչինչ դա էլ է ներելի։ Այս տրամաբանությունը չկա, չի գործելու։ 2018-ին սա մենք վաղուց մերժել ենք։ Ու այո, ինքնամաքրման process է գնում եկեղեցում։ Եկեղեցին պետք է ինքնամաքրվի կեղծ բարեպաշտներից, մենք պետք է ազատվենք։ Պետք է ազատվենք այն մարդկանցից, ովքեր տարիներ շարունակ ստել են այս ժողովրդին։ Խոսում են ազգային արժեքների մասին։ Կներեք, մեր ազգային արժեքները որոնք են խաբել ժողովրդին, տալ երթում Աստծուն, տալ երթում սեփական ժողովրդին ու դրժել, դա է մեր ազգային արժեհամակարգը։ Պարոն Չախոյան, իրենք էլ հենց դա են ասում Աջապահյանի շուրթերով, որ Աստված է մեր դատավորը եւ անգամ Աջապահյանը ասեց այդ պորոտախոսներից մեկին հարցրեք, իրենք կարող են օրինակ 1 ամիս առանց կնոջ ապրել, որ մեզ նման բաների մեջ են մեղադրում։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե ըստ սահմանադրության եկեղեցին այնուամենայնիվ չպիտի խառնվի, այս մարդիկ անընդհատ ցիտում են սահմանադրությունը, միգուցե նաեւ սահմանադրական ինչ-որ փոփոխություններ նախաձեռնեք։ Գիտեք, ժամանակից առաջ չեմ անցնի, որովհետեւ բան չեմ ասի, թե ինչ կլինի, որովհետեւ կանխագուշակություններ անել կամ ինչ-որ փակագծեր բացելուց զերծ կմնամ, բայց Աջապահյանի այն հայտարարությունը, թե այդ պորոտախոսները թող փորձեն 1 ամիս առանց կնոջ ապրել, նման հայտարարությունը չէ, կարծեմ արել, թերևս վառ ապացույց է այն ամենի, որ այս մարդիկ կուսակրոնության ուխտը խախտել են ու շարունակում են խախտել։ Դրանից վառ ապացույց թերևս երևի թե դժվար կլիներ գտնել եւ թույլ տվեք նաեւ նկատել, որ ոչ Աջապահյանին, ոչ Գարեգին Բ-ին եւ ոչ էլ մյուս կուսակրոնության ուխտը դրժած սրբազաններին ոչ ոք չի ստիպել դառնալ կուսակրոն։ Իրենց կամքով են այդ ուխտը տվել, որ չպետք է խախտեն
եւ թող հիմա չփորձեն շահարկեն, որ գիտեք ինչ կա, դե դժվար է, չդիմացանք։ Պարոն Չախոյան, իսկ փողոցային պայքարի միջոցով հաջողությունը դուք բացառում եք, օրինակ նույն Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ նոր գործիքակազմով վերադառնալու են եւ այս անգամ, քանի որ մարզերում են եղել նաեւ հանրային տրամադրություններն են շոշափել եւ այս անգամ կարող են նոր թափով սկսել եւ հաջողության հասնել, անգամ խոսել են, որ մինչեւ 2026 թվական այս ուժը չի կարողանալու պաշտոնավարել։ Հիմա իրենք պարբերաբար խոսում են այս համատեքստում իշխող ուժերի վախերի մասին, պարոն Չախոյան։ 2020 թվականից հետո իշխող ուժը վարչապետի գլխավորությամբ երբևէ որևէ հարցում չի խանգարել ընդդիմությանը սկսել փողոցային պայքարներ։ Այդ պայքարները եղել են բազմաթիվ, եղել է հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան շարժում, փորձում եմ կռահել, թե այս մյուս շարժումը ինչ անուն է ունենալու, Գարեգին բեի փրկության շարժում, թե Թալանի փրկության շարժում, թերևս ընդդիմության երևակայությունը ավելի վառեք թողենք իրենց, բայց այդ հարցում մենք երբեք իրենց չենք խանգարել, փողոցները ազատ են, երբ ուզում են թող դուրս գան փողոցային ակցիաների, եթե որոշել են նորից էլի պախարակվել, այդ հարցում մենք իրենց չենք խանգարի բնականաբար։ Իսկ այս process-ների ամեն դեպքում, պարոն Չախոյան, մենք խոսեցինք հանգուցալուծմանը, այդպես էլ չեկանք։ Այս process-ների հանգուցալուծումը ամեն դեպքում, այս հակամարտությունը, առճակատումը, ինչպես ուզում եք անվանեք, երբ կավարտվի, ինչպես կավարտվի, որ Այս ամեն ինչը կավարտվի այն ժամանակ, երբ Գարեգին բն կհեռանա Բեհարանից։ Այսինքն դա միանշանակ։ Միանշանակ է, որովհետև կուսակրոնության ուխտը դրժածը չի կարող լինել կաթողի կոս։ Չի կարող, ուղղակի չի կարող լինել։ Չի կարելի գալ երթում տալ Աստծուն, երթում տալ ժողովրդին, հետո սրբազան ձևանալ, բայց միաժամանակ դրժել ուխտը։ Սա աբսուրդ է, հասկանում եք, չի կարող։ Այդ արժեհամակարգը մենք չենք կարող թողնել որպես ժառանգություն մեր սերունդներին։ Սա անընդունելի է։ Այս հարցը կփակվի այն ժամանակ, երբ Գարեգին բն ուղղակի կհեռանա։ իր կամքով թե Եթե իր կամքով լիներ, վաղուց արդեն հեռացել էր։ Ինչ-ինչ հանգամանքների բերումով, այդ թվում նաև այն փաստի, որ ինքը ունի զավակ։